Սիրով ողջունում եմ բոլորիդ, արեգակն արդար, օրը բարի, որտեղ դուք, այնտեղ սերն ու բարին, սիրելիներս, սիրով ողջունում եմ, իմ լավ հարազատ դարձած բարեկամներ ջան, սիրելիներս, դրել եմ մեկ գավաթ սուրճ, այս սպիտակ ճերմակ բաժակով, դուք էլ ձերը դրեք, այսօր շատ ուրախ եմ, ուզում եմ կիսվել ձեզ հետ, իմ լավ բարեկամ, իմ շնորհակալական խոսքը հայտնել ձեզ, անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ, դուք իմ հարթակը ողողել եք ձեր բարի, լուսավոր, ջերմ կոմենտարյաներով, այսօր էջս արդեն ունի 1000-ից ավել հետևորդներ, ձեր շնորհիվ սիրում եմ բոլորիդ, իմ լավ ընկերներ և բարեկամներ, Աստված օրհնելով օրհնի յուրաքանչյուրիդ և յուրաքանչյուրիդ ընտանիքս, ես հույսով եմ, որ իմ ալիքը էլ ավելի կշատանան ձեզ նման բարի, ջերմ, լուսավոր հետևորդներով, որ գնահատում եք իմ աշխատանքը սիրելիներս, իսկ ձեզ ես խոստանում եմ, որ ավելի համեղ, ավելի գեղեցիկ, ավելի հետաքրքիր հոլովակներ կտեղադրեմ ձեզ համար, անչափ շնորհակալ եմ, իսկ հիմա խմենք սուրճը, արդեն բավականին սառել է, Աստծուց գոհ եմ, որ ձեզ նման լավ ընկերներ ունեմ, ձեզ նման լավ բարեկամներ ունեմ, սիրում եմ բոլորիդ, ուզում եմ բոլորդ ապրեք առողջ, երջանիկ, ուրախ և հարգված, իմ լավ բարեկամ հետևորդներ ջան, հիշում եք պղպեղների հետ ցանել էի մի փոքր աման լոլիկի սերմ, այդ լոլիկները բարձրացել են և պետք է հիմա այսօր քաղցր պղպեղների հետ սացիլները դնեմ բաժակների մեջ, միասին ենք անելու, հարգելիներս, ուզեցա, որ իմ շնորհակալական խոսքը ասեմ ձեզ, ուրախությունս կիսեմ ձեզ հետ, շատ ուրախ եմ, հարգելիներս, անչափ ուրախ եմ, որ ունեմ ձեզ, նոր կանցնեմ արդեն սացիլների, տեսնում եք ծաղիկներս լուսամուտի, պետք է սրանք էլ լավ մեծացել են, արդեն բավականին տարել ենք այն տուն, մեր մանուշակները, լիմոնը, ուղղակի ամանը այս դեկորատիվ ծառի նման ծառ է ավելի ճիշտ ոչ թե ծաղիկ, տանենք, գարշոկը պետք է փոխնվի, ծաղկամանը հողը, մեծ ծաղկամանի մեջ պետք է դնեմ, շատ լավ աճում է, հիմա վերջացնենք սուրճը, մի հետաքրքիր գործ էլ ունեմ անելու և ձեզ ցույց տալու, նոր կգնանք սացիլները, հիմա ինչ եմ ուզում ձեզ ցույց տալ, այս հողաթափերը 3 օր ընդամենը ամուսինս չի հագել, լրիվ պոկվել է, որոշեցի կարել, հո դեն չեմ նետելու, կարեմ, այս թելերը լրիվ մաքրել եմ, ավելորդ կարիք հանդած թելերը, բարձ եմ դրել, որ բարձր լինի ծնկներիս, հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ այս հողաթափերը, որը ընդամենը նոր են գնել և 3 օր չի հագել, պոկվել է, որոշեցի հո կարեմ, հո դեն չեմ նետելու, ավելորդ թելերը մաքրել եմ, ծնկներիս բարձ եմ դրել, որ բարձր լինի, վրեն փռել է մի հատ հին կտոր և թելել եմ ասեղը շոլք թելով, մատնոցը դնեմ մատիս և կարեմ ու ձեզ ցույց տամ, ունենք բիզ հատուկ կոշիկ կարելու համար, ամուսինս Հայաստանից ենք բերել, մեկ-մեկ պետք է գալիս, բայց հիմա ես որոշել եմ շոլք թելով կարեմ, որպեսզի չգնամ հասնեմ Սառայը, խնդրեմ թելը ամուր հանգուցց եմ տվել, հիմա տակի մասից, այստեղից, շատ հանգիստ կարվում է, կմտցնեմ
կձգեմ և կկարեմ։ Խնդրեմ, սիրելիներս, ամեն ինչ էլ անում եմ, կարում եմ, սիրում եմ կարել, սիրում եմ գործել, սիրում եմ թխել, ամեն ինչ էլ սիրում եմ։ Մեկը գրել էր բազմակողմանի Մարինես, ճիշտ եք նկատել, սիրելիներս, այո, ամեն ինչ էլ անում եմ։ Էս մի փոքրը 5 րոպե ժամանակ է պահանջելու ինձանից, կկարեմ, նոր կգնամ մյուս գործերին։ Հետնակար եմ տալիս, տեսեք, այստեղ մցրել եմ, չէ, մի հատ ասեղը հետ եմ տանելու, ավելի ամուր է լինում։ Ահա, նորից բերեմ, մցնեմ, խնդրեմ, նորից եմ հետ տանում, ամուր է լինում այսպես, հիմա այստեղից, աստիճանաբար, կարելով, կգնամ առաջ, հետ առաջ և արդեն ամուր կլինի, այստեղ հիմա թելը կտրեմ, թել կա, տեսնում եք, մկրատնել պետք է տամ սրեն, լավ սուր չի։ Ռեզին են կտրում, երեխա են էլի, չեմ սիրում ես կարամանի միջի, մեծն էլ ունեմ, որ մկրատները ձեռ են տալիս, հետո չես կարողանում կարել, չգիտեմ, երևում է ձեզ հարգելիներս, ահա, արագ ձևով կկարեմ և կգնանք սացիլները բաժակների մեջ դնելու, սա էլ այսպես, մինչև ինքը գա կարի ավելավ է, ես կարեմ պատրաստ եմ, կգա կհակնի, էլ պոկված չի հակնի, քանի եթե պոկվում է, չէ, կեղտոտ է, պետք է լվանա, չորանա, իսկ հիմա քանի մաքուր է, խնդրեմ, 5 րոպե չտևեց, այնպես է երգում մեր թութակը, երգելու ընթացքում կնկարեմ և ձեզ ցույց կտամ, թե ոնց է դայլայլում, խոսող է, ուղղակի հիմա երևի կամանց մեզ կընտելանա, բառերը պետք է ասենք, արտահայտվի, որ ինքն էլ լսի, սովորի։ Այսպես, դրսի կողմից էլ մի հատ քար կապ կտամ, 2 անգամ, խնդրեմ։ Այս էլ այսպես։ Էլ երբեք չի պոկվի։ Այստեղ ամուր է, թելի այս շորի վրայից կարեցի, որպեսզի ավելի ամուր լինի։ Այս մատնոցը երևի ինչ սովորել եմ, այդ ժամանակ են գնել։ Հետս էլ բերել եմ, ահա, սա այսպես, սա էլ կտրեմ, այս թելն էլ, ահա, կտրացում, խնդրեմ, դարձավ նորը, տեսնում եք, վերջ, այստեղ ոչ մի արտառոց դժվարություն չկար, հիմա գնանք խոհանոց և սացիլները միասին լցնենք բաժակների մեջ, պատրաստել եմ նույն ձևի, ոնց որ ձեզ ցույց էի տվել, այստեղ ունեմ 3 տեսակի քաղցր պղպեղներ, որոնք պետք է դնեմ բաժակների մեջ, Կարալևա Ելիզավետա քաղցր և մեկը դեղինը օրանժ և մեկը կարմիրը, իսկ այստեղ ունեմ լոլիկներ, որոնք ցանել եմ այս պղպեղների հետ, տեսնում եք, արդեն բարձրացել են, ժամանակն է, արդեն որ դնեմ բաժակների մեջ, իսկ մնացածը դեռ փոքր են, բաժակները ծակել եմ, արդեն անունները գրած է, որպեսզի հեշտ լինի ինձ, և սա էլ որպեսզի դնեմ
այսպիսի ամանների մեջ տանենք, դնենք մեր այն նոր տանք, այցել լինենք դնելու այս տարի, այնտեղ հարմար է, ուլտրամանուշակագույն լույսն ենք դրել, կախել ենք և կշարենք։ Եվ վերջում ձեզ ցույց կտամ երեկվա իմ պատրաստած, որ լցրել էի սացիլները, կտեսնեք, թե արդեն այդ քնքուշ սմբուկները ոնց են սկսում աշխատել, նույն ձևի, անցքերը կա, 2 հատ եմ արել, նույն ձևի, լցնում ենք, սեղմում ենք, ավելորդ թելերը սնուցված է, մեջերը քար է լինում, թել է լինում, պետք է հանենք։ Հիմա ես սա կշարեմ այստեղ, հերթով կլցնեմ, բավականին տնկել եմ, դե հիմա մեծերը կնայեմ, որը լավն է, առողջ էլ ընտիրեք կդնենք, ամեն տարի էլ, արդեն քանի տարիներ մենք ենք դնում, իմ ձեռքով եմ ցանում, ես մեծ սիրով եմ իմ աշխատանքը, գործը կատարում, եթե մարդ սիրում է իր աշխատանքը, գործը սիրով էլ կատարում է, խնդրեմ, որ տակերը անհարթ են, ծակած են, չէ, իրենք հողը լցնելու մի կողմի վրա ոնց որ լինի, ոչինչ, ես կուղեմ հետո, ես համարները գրել եմ, որպեսզի հեշտ լինի, չխառնենք իրար, հերթով համարներով շարենք հողի մեջ, մի հատ էլ լցնեմ, նոր սացիլները հանեմ, դնեմ մեջը, առաջի 2 օրը նորից եմ ասում, չենք ջրում, հիմա գթալ եմ վերցրել սացիլները հանելու համար, երեկոյան թռչել եմ, այնպիսի լոլիկի հոտ է գալիս, հարգելիներս, որպիսի ձեռքով չքաշեմ, ճիշտ է, ես թռչել եմ, խնդրեմ, բայց պետք է զգուշ վարվեմ էլը, գթալով հարմար է, լավ, այդ ոնց որ ասած լխտիկները, լավերը հիմա կանեմ, իսկ այն նվազները, որոնք նվազ են, չէ որ խիտ է, չէ, նվազել է լինում, ես հետո առանձին օբշի մի ամանի մեջ կդնեմ, այսպես նորից ձեռքով անցք ենք անում, սացիլները դնում ենք, ոչ դժվարություն կա, ոչ էլ նեղվելու կարիք կա, հաճույքով անում եմ, սա մեկ, Աստվածժան օրհնես մեր սացիլները, մեր բերքը, մեր բարիքը, առողջություն տաս, որպիսի վայելենք, մեկը դնենք, 1000-ը հավաքենք, մեր մեծերի օրհնանքն է դա, ամեն անգամ գործ անելուց այսպես օրհնում էին, խնդրեմ, շատ նուրբ եմ, պետք է զգուշ անջատեմ իրարից, հեռացնեմ մեկը մեկից, որպիսի չվնասեմ, խնդրեմ, այս մանրները ես ասեցի, չէ, առանձին եմ դնելու, իսկական լոլիկի հոտ է գալիս, սա էլ, կդնեմ, հավաքեմ ձեռքով, դուք էլ ինձ ցանում եք, ուրախությունով ցանեք, մեկներդ 1000 լինի, լավն ու բարին ձեզ բոլորիդ, սել այսպես, հիմա սա, ցույց եմ տալիս, որ տեսնեք, խնդրեմ, զգուշ, որ արմատները հանգարց չվնասենք, որ վնասենք չթոռոմի, չնայած կարող է ընթացքում էլ սացիլ կա, որ կարող է չորանա, դրա համար ես առանձին մի քանի հատ կդնեմ, իսկ ջրելուն հարգելիներս, նայեք, եթե ունեք այդ ջրելու պզիկներից ջրեք, եթե չէ սովորական շիշը ծակում եք,
եւ զգուշորեն թփերին չկպնի, այս կողքերը ջրում եք լավ, անցք ունի ավելորդ հեղուկը կթափի։ Հիմա ինչ եմ ուզում ասել, ես առանց ձեզ կադրից դուրս լոլիկները վերջացնեմ, կհանդիպենք արդեն պղպեղի ժամանակ։ Լոլիկները ընդամենը 15 հատ սացիլեցի այս նեգրոտյոնոկից, այդ սորտից։ Դեռ բավականին սորտեր ունեմ, ուղղակի մի քիչ ավելով եմ անում, մեկ էլ տեսնում ես չորանում է, ամեն ինչ էլ պատահում է։ Իսկ հիմա քաղցր պղպեղներն եմ լցնելու բաժակների մեջ, Կարոլ Ելիզավետա։ Նորից թրջել եմ։ Հիմա հողը նույն ձևի, հարգելիներս, նույն պրոցեսը շարունակում եմ, թե պղպեղների հետ, նույն ձևով, թե սմբուկները և թե լոլիկները։ Հիմա ես նորից մի հատ ցույց տամ։ Այստեղ ընդամենը 10 հատիկ է, ոնց ցանել եմ, 10 հատիկն էլ դուրս է եկել։ Ահա, մի հատը ձեզ ցույց տամ։ Խնդրեմ, սա տեսեք ինչ լավ պղպեղ է, արմատներով ընտիր, տեսնում եք արմատները, ահա, նորից ձեռքով անցք ենք անում և դնում հողը, թեթև սեղմում, սա էլ կվերջացնեմ, նոր կհանդիպենք, այսպես, ջուրն էլ ասեցի, կողքերով են ջրելու, առանց վրան լցնելու, թփերը պետք է չվնասվեն։ Սիրելի հետևորդներ ջան, վերջացրեցի, բաժակների մեջ է ծածիլները տնկել են։ 30 հատ քաղցր պղպեղ է, որովհետև 3 սորտ է և 15 հատ պոմիդոր, լոլիկ։ Ես դեռ շատ ունեմ լոլիկներ և պղպեղներ, քիչ եմ անում, որովհետև որը որ մեծ է, նա էլ սկսել եմ արդեն պիկիրովկա անել։ Հիմա ձեզ ցույց կտամ սմբուկները և ինչքան ունեմ դեռ անելու, հարգելիներս։ Հիմա ցույց եմ տալիս սմբուկները, որ 2 օր առաջ կասետների մեջ դրել էի, խնդրեմ, տեսնում եք, բավականին արդեն լավ է, կամաց, դե նոր է, 2 օր է, մի 2 օր էլ մնա, լավ կձգվեն, արդեն իրանց տեղը կգտնեն, կսկսեն աշխատել, այստեղ բավականին լոլիկի սացիլներ ունեմ, խնդրեմ, այս էլ սորտերի են տարբեր, դրա համար բաժակների մեջ եմ դրել, քիչ, 5 հատով էր, դեռ անելիքներ շատ ունեմ սացիլների հետ կապված, հերթով կանեմ, սա էլ սմբուկներ են, նորից լավ է, արդեն ոչ մեկը դեռ գլուխները չեն կախել, միգուցե կախեն, որովհետև չեմ կարող ասել, խնդրեմ։ Այս գեղեցիկ տեսարանով էլ ուզում եմ ավարտեմ հոլովակը, տեսնում եք, այս գեղեցիկ վարդի ֆոնի վրա, մի վարդի մեջ և սպիտակը կա, գույն և ռոզվին և դեղինը, այս գեղեցիկ ծաղիկներով էլ ավարտում եմ հոլովակը, մնացեք գեղեցիկ և օրհնված, իմ հարազատներ, իմ բարեկամներ, իմ լավ ընկերներ օնլայն հարթակում, ցտեսություն, մինչ նոր հոլովակ։